Հազարամյակներ շարունակ արիության ու ռազմարվեստի փառավոր ավանդույթների շնորհիվ հայերը կարողացան դիմակայել, պահպանել պետականությունն ու ազգային ինքնությունը աշխարհի թերևս բարդագույն տարածաշրջանում, որը պատմության ընթացքում փաստացիորեն ամենաշատն է ենթարկվել տարատեսակ զավթիչների հարձակումներին ու ավարառությանը։ Սակայն միայն բուն հայրենիքը չէ, որի պաշտպանության գործին ծառայեցին հայ զինվորի բազուկն ու ռազմական մտքի հանճարը։ Հայերն իրենց անփոխարինելի վաստակն ունեցան նաև օտար բանակների դարակազմիկ հաղթանակներում, վերահաստատելով գերազանց մարտիկների աշխարհահռչակ համբավը։ Ներսեսը բյուզանդական կայսրության հազարամյա պատմության ամենանշանավոր զորավարներից էր։ Մարդով ապահովեց այդ պետության ռազմաքաղաքական հզորության գագաթնակետը մեր թվարկության 6-րդ դարում։ Նա բյուզանդական զորքերի գլխավոր հրամանատարն էր, կայսեր առաջին խորհրդականն ու նրա ամենավստահելի մարդն արքունիքում, եւ փաստացի համարվում էր Հուստինիանոս կայսեր եւ Թեոդորա կայսրուհուց հետո գերագույն իշխանությամբ օժտված երրորդ անձը Բյուզանդիայում։ Ներսեսը ծնվել էր 478 թվականին մեծ հայքի պարսկական դիրապետության տակ եղած հատվածում։ Նրա ծագման եւ պատանի տարիների մասին տեղեկություններ չկան։ Հայտնի է միայն, որ Ներսեսը իբրև գերի բերվել էր Հայաստանից Կոստանդնուպոլիս եւ կարճ ժամանակում շնորհիվ իր մտավոր բացառիկ ունակությունների, հավատարմության եւ ծայր աստիճան ազնվության նշանակվել կայսերական պալատի ներքինի թիկնապահների ավագ։ Կազմվածքով նա կարճահասակ էր, արտաքնապես առաջին հայացքից վտիտ, ինչը սակայն չխանգարեց նրան ապրել 95 տարի, իսկ 78 տարեկանում մասնակցել ռազմական արշավանքներին ու անձամբ մտնել մարտերի մեջ։ Առաջին խոշոր հանձնարարությունը, որ փայլուն կատարում է Ներսեսը կայսեր համար, դա հայ նախարարներին բանակցություններում բյուզանդացիների կողմը քաշելն էր, ինչի շնորհիվ Սասանյան շահը կորցրեց հայկական բանակի օժանդակությունը եւ ստիպված եղավ դադարեցնել առճակատումը Հուստինիանոսի հետ։ 531 թվականին Հուստինիանոս կայսրը Ներսեսին նշանակում է պետության գլխավոր գանձապահ։ Հատկանշական է, որ բյուզանդացի պատմիչները, ովքեր շատ էին քննադատում պաշտոնյաներին գողության ու յուրացումների համար, Ներսեսի մասին այդպիսի հիշատակություններ չեն թողել եւ ընդհակառակը ներկայացրել են նրան իբրև չափազանց ազնիվ, պարկեշտ եւ աստվածավախ մարդու։ 532 թվականին Ներսեսը մասնակցում է Կոստանդնուպոլսում Հուստինիանոսի դեմ ծագած բյուզանդական պատմության ընթացքում ամենախոշոր ու արյունալի Նիկոսի ապստամբության ճշմարտ գործում, ինչից հետո ել ավելի մեծ վստահության է արժանանում։ 535 թվականին Ներսեսը կայսրուհի Թեոդորայի հրամանով մեկնում է Եգիպտոս եւ ճնշում այնտեղ մեկ այլ խոշոր ապստամբություն, որ բռնկվել էր Ալեքսանդրիայի պատրիարքի փոփոխության պատճառով։ Եգիպտական գործողությունները ցույց տվեցին, որ Ներսեսը, չունենալով ռազմական մեծ փորձ ու տեսական գիտելիքներ, այնուհանդերձ աչքի է ընկնում զորավարական բնածին օժտվածությամբ եւ հաղթանակի բացառիկ հոտառությամբ։ Այդ որակները շուտով առատորեն դրսևորվեցին նրա վարած իտալական պատերազմերում։ 538 թվականին Ներսեսը 7000-անոց բանակով գործողվում է Իտալիա, որտեղ սակայն մի շարք հաղթանակներ տոնելով գոթերի դեմ հարուցում է մեկ այլ զորավարի Վելիզիարոսի նախանձն ու նրա ջանքերով կրկին հետ կանչվում Կոստանդնուպոլիս։ Այստեղ նա կրկին աչքի է ընկնում կայսեր համար չափազանց կարևոր գործողություններով։ Իմասնավորի կանխում է Հովանես Կապադովկացու կազմակերպած դավադրությունը Հուստինիանոսի դեմ, ապա համոզում հերուլների ցեղերին ծառայության անցնել բյուզանդական բանակում, ինչից հետո վերջիններս ջախջախում են Բյուզանդիայի տարածքներ խոժած սկլավների զորքին։ 550 թվականին Հուստինիանոսը հետ է կանչում Իտալիայից անհաջողությունների պատճառով այն նույն Վելիազարոսին եւ նրա փոխարին գլխավոր հրամանատար նշանակում Ներսեսին։ Վերջինս այդ ժամանակ արդեն 75 տարեկան էր, սակայն ինչպես ցույց է տալիս գործերի ընթացքը, այդ հանգամանքը չի խանգարում հայ զորավարին վայելել իր աստեղային ժամը։ 551 թվականին Ներսեսը ժամանում է Իտալիա, ուր հավաքում ընդամենը 20,000-անոց բանակ, որի գլուխ կանգնած հարձակման է անցնում գոթական Տոտիլա թագավորի ուժերի դեմ։ Նախ նույն 551 թվականին Ներսեսի նավատորմը Գալլական Սենայի ծովամարտում ոչնչացնում է գոթական նավատորմը, ապա քիչ անց Բուստա Գալորում տեղանքում ջախջախիչ հաղթանակ տանում Տոտիլայի ցամաքային բանակի դեմ։ Այս ճակատամարտում, որ Ներսեսը վարեց փոխարելով Հաննիբալի մարտավարությունն ու ռազմական հնարքները, գոթերի թագավոր Տոտիլան զոհվեց, իսկ նրա բանակի մնացորդները շահ եկան Ապենինյան թերակղզում։ Ներսեսի հաջորդ քայլը Հռոմի ազատագրումն էր գոթերից, ապա մի շարք այլ քաղաք ամրոցների նվաճումը։ Պարտված գոթերին այս իրավիճակում ոչինչ չի մնում, քան օգնության կանչել ֆրանկներին, որոնց զորքը հյուսիսից ներխուժում է Իտալիա։ Ներսեսը ֆրանկերի երկու անգամ գերազանցող զորքի դեմ գլխավոր ճակատամարտի է դուրս գալիս 554 թվականի աշնանը Կասիրինում բնակավայրի մոտ, Վոլտուրնա գետի ափին։ Նա գլխովին ջախջախում է ֆրանկերին ու ոչնչացնում գրեթե բոլորին։ Այդպիսով Իտալիան ամբողջությամբ ազատագրվում է։ Գոթական թագավորությունը այլևս ընդմիշտ դադարում է գոյություն ունենալ
իսկ ֆրանկերը ճանաչում են Ապենինյան թերակղզին բյուզանդական կայսրության մաս։ Վերջին հաղթանակից հետո Ներսեսը դեռևս 12 տարի շարունակում է ղեկավարել Իտալիան իբրև էկզարքոս, եւ այդ ժամանակահատվածում բարեկարգում է երկիրը, ճանապարհներ ու կամուրջներ կառուցում, հիմնում եկեղեցիներ եւ հոգում այստեղի բնակչության բոլոր կարիքները։ Իտալիայի ժողովուրդը մեծարում էր Ներսեսին, իսկ Հռոմի Պապը բացառիկ պատիվների արժանացնում նրան։ 565 թվականին Հուստինիանոսի մահից հետո նոր կայսր Հուստինոսը եւ կայսրուհի Սոֆիան նվազեցնում են ուշադրություն Ներսեսի նկատմամբ, փորձելով նսեմացնել նրա անձը։ Զառամյալ զորավարը իր վախճանը կնքում է 573 թվականին Իտալիայի իր առանձնատանը 95 տարեկան հասակում։ Սակայն չնայած բարդ փոխհարաբերություններին, Հուստինոս կայսրը վերահուղարկավորում է Ներսեսի աճյունը Կոստանդնուպոլսում շքեղ արարողություն կազմակերպելով։ Ներսեսի մահից հետո Բյուզանդիան այլևս չկարողացավ վերահսկել Իտալիան եւ զիջեց այն լանգոբարդների թագավորությանը։ Ըստ թողած կտակի Ներսեսի ամբողջ երկար կյանքի ընթացքում արդար վաստակով կուտակած հարուստ ունեցվածքը ծառայեց բարեգործությանն ու ընչազուրկներին օգնությանը, իսկական քրիստոնյային վայել պատգամով։ Ներսես հայը, ինչպես կոչվում էին նրան բյուզանդացիները, ճանաչվեց ոչ միայն այդ պետության բոլոր ժամանակների մեծագույն զորավարներից մեկը, այլև առհասարակ դասվում է համաշխարհային պատմության ամենաականավոր ու եզակի հրամանատարների թվին, ով իր կյանքի գլխավոր հաղթանակներն է տոնել զառամյալ հասակում ձիու թամբին նստած թուրը ձեռքին։ Նրա կերպարը տեղ է գտել պատմական գրականության մեջ իմասնավորի Ֆելիքս Դանի Հռոմի ճակատամարտը գրքում, որը նաև էկրանավորվել է 1969 թվականին Հոլիվուդում Մայքլ Դանի Ներսեսի դերի կատարմամբ։